Ողջույն բոլորին, իմ անունը Էդգար է։ Մենք այսօր հավաքվել ենք խոսելու վերջին շրջանում տեղի ունեցող LGBT+ համայնքին վերաբերող մեդիամանիպուլյացիաներից։ Ողջույն, ես Լրիպան եմ։ Հիմնականում կքննարկենք, թե ինչ ուղղություններով են գնում այս մանիպուլյացիաները եւ ինչ նարատիվներ են տարածվում այս վերջին շրջանում։ Sound check։ Ես տեսել եմ այս վերջերս հրապարակում Pink-ի սոցիալական էջերում նրա մասին, որ օգտագործում են այդ doppelganger տեխնոլոգիան, այսինքն փորձում են նմանակել կամ կրկնօրինակել Pink-ը իր աշխատողների անունազգանունները օգտագործել, բայց էլեկտրոնային հասցեն փոխած։ Շատ տարածված տեխնոլոգիա է, որը որ կիրառում են։ Կտեսնես, որ ինչ որ ծանոթ, օրինակ Pink-ի անունով Pink Armenia.get ու ինչ որ բան, մի հատ մեյլ է գալիս, մեր դոմեյնը org է, բայց այս մեյլերը գալիս են .com-ով։ Ու հիմնականում օգտագործում են Pink-ի աշխատողների անուն ազգանունները, այսինքն մարդկանց, ում որ ճանաչում են, օրինակ համայնքի ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր են Pink-ում աշխատում, կամ գործընկերները, ովքեր գիտեն, ովքեր են Pink-ում աշխատում։ Ու մի օր դու արթնանում ես ու ստանում ես մեյլ, որ ինչ որ նոր էջ է բացվել, որ կախված նրանից, որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, որ կյանքը հիասքանչ է, որ բացվել են բոլոր հնարավորությունները եւ համայնքից մարդիկ որոշել են, որ պետքա ավելի համախմբված լինեն եւ նոր ինչ որ միություն են հիմնում։ Չգիտես ինչու, բոլոր այս նախադասությունները, նամակները գրված են հայերեն, բայց հայերեն չեն։ Այսինքն մարդիկ, ովքեր որ հայերեն գիտեն եւ հայերեն լսելով են մեծացել, կարդալով հասկանում են, որ տեքստը, որ գրված է, թարգմանությունը կամ գեներացված է արհեստական բանականության միջոցով, որովհետև շարադասությունը պահված չի, իմաստ նախադասության մեջ չկա, կարծես ինչ որ բառերի կույտ է։ Ու տարբեր նամակներ են լինում, առաջի ալիքը, որ եղավ նամակների, նրա մասին էր, որ երբ որ տեղի էր ունեցել Եվրոպական համայնքի մեծ հավաքը ամսի 4-ին եւ 5-ին մայիսի, դրան ընդառաջ եւ դրա կապակցությամբ LGBT+ անձինք որոշել էին, որ իրենք էլ են հավաք անցկացնելու եւ ինչ-որ քայլելու են կամ ինչ-որ նշելու են։ Դրանից հետո իհարկե նման բան երբևէ տեղի չունեցավ, դա ինչ-որ նախաձեռնություն չէր, կարծեմ համոզված եմ, որ մարդիկ մեծամասնությունը նույնիսկ չհավատաց, որտեղ էլի եմ կրկնում նախադասությունները եւ գրված տեքստերը հայերեն չէին եւ համոզիչ չէին։ Հա, ու նաեւ այդ բաների մեջ շատ քաղաքական ենթատեքստ կար, այսինքն գրված էր, որ LGBT համայնքին պաշտպանում է իշխանությունները, իրանք նույնպես միանալու են այդ շքերթին ու ոնց որ մարդը, որ ապրում այստեղ ու համայնքից է, դժվար հավատա, այսինքն ոնց որ չի հավատա էլի դրանից։ Այո, միանշանակ ու շատ հստակ ու պարզ է, որ այդ կոնտեքստը քաղաքական մանիպուլյացիա իրականացնելու համար էր, էլի, այսինքն մարդկանց ոչ թե LGBT+ անձանց համար էին այս նամակները, այլ ինչ-որ ուրիշ մարդկանց համար էին, որ կկարդային ու կմտածեին, սա նշանակում է, որ ներկա իշխանությունը, որը որ նաև թեկնածու է վերընտրվելու, մասնակցում է ընտրություններին, պաշտպանում է LGBT+ անձանց եւ դա ներկայացնում են վատ տեսանկյունից, հա, ներկայացնում են որպես ինչ-որ մի բան, որը որ պետք է հաշվի առնել եւ իրենց չընտրել։ Ու հետո որոշ ժամանակ անցավ, իհարկե ոչ մի հավաք տեղի չունեցավ, մարդիկ չհավատացին եւ նոր ալիք սկսեց, որի հետ որ հիմա ենք գործ ունենում։ Դա էլ մյուս շատ հայտնի նարատիվն է, որով որ վախեցնում են մարդկանց, դա LGBT+ անձիկ մտնում են դպրոցներ, սենց շատ վախենալու, միֆականացված ինչ-որ նարատիվ է ու նամակների շարք էր գնացել գործընկերներին կամ համայնքից անձանց, որ պաշտոնապես հայտարարվում էր, որ Pink-ը ունի համագործակցություն կրթության եւ գիտության նախարարության հետ, որ մյուս տարի մենք ունենալու ենք դասեր դպրոցներում։
եւ էլի շատ sense կեղծ ներկայացվում էր, որ դա արդեն համաձայնեցված ինչ որ համագործակցություն է, բայց Pink-ը երբևէ չի ունեցել համագործակցություն գիտության եւ գիտության նախարարության հետ։ Մենք նույնիսկ կոմունիկացիան չունենք լավ ձևավորված, շատ դեպքերում մեր նամակները անպատասխան են մնում, այս բaragայում խոսել նրա մասին, որ ինչ-որ համաձայնություն կա, շատ ծիծաղելի է։ Ու այդ նամակը այնքան փնթի ձևով էր ստեղծված, որովհետև այն էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել էր, դա մի մարդու անունով էր գրված, մեր աշխատակիցներից, իսկ ստորագրության մեջ նամակի վերջում մեկ այլ աշխատակցի անուն ազգանունն էր գրած, այսինքն ու ամբողջ նամակը իր կմախքով ու տեքստով, երևում է, որ անգամ հայ մարդ չի վրան աշխատել, այսինքն դրսից ինչ որ արհեստական բանականության մոդելին տվել են, ասել են մի հատ նամակ գեներացրու, իրան գեներացրել են, շատ սիրուն, շատ սենց տեսքով, բայց բովանդակազուրկ ինչ որ sense մի հատ ջուր բաներ ու այդ փնթիությունն էլ ոնց որ աչքա ծակում, բայց իրանց նպատակը ինչ որ լավ խափելը չի, իրանց նպատակը այնա, որ այս վերցնեն հայկական մեդիաները, ինչը հնարավոր է որ տեղի ունենա ու ցույց տան, որ գիտես, էսա Հայաստանի եվրոպականացումը էսա բերելու ձեզ ու sense ինչ որ մի հատ այլ արշավի ինչ որ փոքրիկ մասա այս կազմում։ Միանշանակ մեր դիտարկմամբ եւս սա ոչ միայն պայմանավորված իհարկե նախընտրական աժիոտաժով ավելի ակտիվացել է, բայց ավելի մեծ արշավի մասա կազմում, որը որ անվանում են Հայաստան եւ Եվրոպա ինտեգրում ու շատ այդ նմանա կրկնում է նաև ամբողջ աշխարհում տարածված եվրոպական, հակաեվրոպական ինչ-որ նարատիվներին եւ արշավներին, որտեղ որ եվրոինտեգրումը կապում են LGBT+ անձանց իրավունքների արտոնությունների հետ, ոչ թե իրավունքների պաշտպանության, այլ արտոնությունների ու այդ միֆականացված եւ շատ վախի հիման վրա կառուցված այդ նարատիվն է, որ ապագան վտանգված կլինի ու դպրոցներում կսկսեն դասավանդել, թե ինչպես սեռափոխվել, թե ինչպես սեռական կողմնորոշումը փոխել, կան շատ հետազոտություններ, որ ասում են, որ դա հնարավոր չի եւ սովորական բանականությունն է նաեւ թույլ է տալի եզրակացնել, որ հնարավոր չի փոխել սեռական կողմնորոշումը եւ դա այդպես չի աշխատում, բայց այս բոլոր միֆերը դրա շուրջ են աշխատում, դրա համար է, որ ինչ որ պահից այս գաղտնի ինֆորմացիան դուրս գա եւ մեդիաները սկսեն տարածել եւ որոշ քաղաքական ուժեր էլ դա վերցնեն եւ որպես ապացույց ցույց տան, որ տեսեք, սա ապացույց է եւ սա նշանակում է, որ եթե մենք շարունակենք աջակցել ներկա կառավարությանը, մեր ապագան վտանգված է լինելու։ Ուսանց ոնց որ մեր խորհուրդը այնա, որ ավելի լավ է այս նախընտրական շրջանում ոնց որ հիմնական բանը լինի, որ արի ես մի հատ չհավատամ այս լուրը, հետո փորձեմ ապացուցեմ, քան թե հավատամ, հետո հերքեմ, հա։ Մինչև ընտրություններ, ցավոք սրտի տեսնում ենք, թե ոնց է LGBT+ մարդկանց իրավունքները դառնում գործիք ընտրությունների համար ու ոնց որ չթիրախավորենք, թույլ չտանք, որ մեզ թիրախավորեն եւ մենք չտրվենք այդ նարատիվներին, չտարածենք այդ կեղծ նամակները, չհավատանք ինչ որ նորաստեղծ, հա, ընտրություններից առաջ մեկ էլ ինչ որ նախաձեռնությունների խումբ է ստեղծում, ովքեր որ մեկ էլ հայտնվում են, իրանք տենց, չգիտեմ, տարիներով չեն հայտնվել, մեկ էլ մի ամիս առաջ ընտրություններից պարզվում է, որ իրանք Հայաստանի ամենապրո LGBT խումբն են, մի քիչ կասկածամտությամբ եւ քննադատողաբար մոտեցեք իրանց, տեսեք, սպասեք, տեսեք ընտրություններից հետո իրանք կլինեն, նույն ակտիվությունը կունենան, եթե կունենան, ուրեմն իրոք միգուցե դա ինչ որ ակտիվիստների խումբ է, բայց եթե չունեցան, այդ արդեն հերթական այդ doppelganger-ն է, հերթական այդ տեխնոլոգիաներն են, որ կիրառվում են ոչ միայն Հայաստանում չի որ սկսել են այդ, այս վերջերս նաև մեր գործընկերները հրապարակել էին մի ամբողջ ցանկ երկրների ու այդտեղ տեղի ունեցող օպերացիաների, կախված
թե միգրանտների դեմ ինչ տեղի ունենում, ինչպիսի ատելության խոսք է հրահրում Եվրոպայում, թե LGBT+ մարդկանց մասին եւ թե մնացած այլ խմբերի մասին, կասկածամտությամբ եւ քննադատողաբար մոտեցեք ամեն ինչին, ինչ որ տեսնում եք։ Ավելի լավ է սկզբից չհավատալ, ավելի լավ է հարցնել, օրինակ վստահել ինչ որ աղբյուրներին, կարող է նույնիսկ մեր տարածած ինչ որ հայտարարությունը լինի, բայց ավելի լավ է մի հատ հարցնել, մի հատ համոզվել, որ այո, սա իրականությանը համապատասխան է, քան հավատալ ու հետո ընկնել շատ խնդիրների մեջ եւ հետո ընկնել մոլորության մեջ ու իրականացնել ինչ որ գործողություններ, որոնք որ իրոք կարող են մոլորության մեջ էլ գցել նաեւ համայնքից մյուս մարդկանց, որովհետեւ այո, սա նաեւ ինչ որ արշավ է, որ ուղղված է հենց LGBT+ անձանց մոլորության մեջ գցելուն, որովհետեւ իրոք այդ բոլոր համոզիչ նամակները, որոնք որ գնում են, իրանք շատ գրավիչ կարող են թվալ, բայց պետքա այս գոնե հիմա, գոնե այս հաշվի առնելով, որ մենք նախընտրական եւ ընտրական process-ներում ենք, գիտակցել, որ այո, այս process-ներում միշտ ակտիվ է եղել LGBT+ անձանց հարցերի օգտագործումը մասնավորապես Հայաստանում ու ուշադիր լինել։ Սկզբից կասկածենք, մի երկու տեղ հարցնենք, մի երկու մարդուց ճշտենք, իմանանք, որ այո, այս նյութին կարելի է վստահել, հետո օգտագործենք, շարունակենք, հավատանք, դիմենք եւ այլն։ Մենք դեռ երևի կվերադառնանք, որովհետեւ չեմ կարծում, որ այս մեդիա մանիպուլյացիաները այսքանով կսահմանափակվեն ու ոնց որ ձեզ էլ կպահեն ինֆորմացված մեր հետ միասին, որ հետևեք մեր պաշտոնական էջերին, հիշեք, որ pink-armenian.org եւ ոչ այլ վերջավորություններ, pink-armenian.am չի, .com չի եւ այլն։ Այսքանը, եթե ինչ որ բան կա ավելացնելու։ Չէ, պարզապես էլի հետևենք նաև մեր պաշտոնական էջերին, էլի հիշեցնենք, որ Pink-ը կա համարյա բոլոր սոցիալական ցանցերում եւ մենք առանց գծիկի ենք, առանց կետիկի ենք, Pink Armenian իրար հետ է գրվում, շնիկ Pink Armenia եւ բոլոր տեղերում այդպես ենք ներկայացված։ Թե ինչ որտեղ այլ ձև հանդիպեք, խնդրում եմ դրա մասին մեզ տեղեկացնեք, հարցեր տվեք, շարունակեք տեղեկացված լինել եւ մենք դեռևս կվերադառնանք։